Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ցնծա, ուրախացիր և կրկին ուրախացիր։ Երբ ես վերջին անգամ լիաթոք ծիծաղել։ Երբ է վերջին անգամ քո սիրտը ցնծացել ուրախության ապրումներից։ Երբ ես վերջին անգամ ուրախության առատությունից հուզվել և չես կարողացել զսպել անգամ արցունքներդ։ Հիշո՞ւմ ես։ Սիրելի՛ բարեկամ, Աստված ծիծաղելու և ուրախությունից ցնծալու կարողությունը հենց այնպես չի տվել մարդկանց։ Ուրախ սիրտը կենսական նշանակություն ունի մարդու կյանքում և մեծ դեր է խաղում անհանգստության, սթրեսի, վախերի ու տագնապների դեմ պայքարի գործում։ Ահա թե ինչ ենք կարդում Աստծու Խոսքի մեջ. «Ուրախ սիրտը դեղի պես օգտակար է, իսկ կոտրված հոգին չորացնում է ոսկորները» Առակաց 17:22 Ուզում եմ քեզ մի բան առաջարկել։ Ժամանակ հատկացրու և խորհի՛ր այնպիսի բաների շուրջ, որոնք քո սիրտը կլցնեն ուրախությամբ և անգամ ուրախության արցունքներ կառաջացնեն։ Քո կյանքում հաստատ կան ուրախանալու առիթներ։ Պարզապես քո դժվարություններն անընդհատ ուզում են, որ դու միայն իրենց մասին մտածես, իրենց վրա կենտրոնանաս և չտեսնես այն ամենը, ինչը գոհության և ուրախության առիթ կարող է դառնալ քեզ համար։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, խորհուրդ եմ տալիս ամեն օր մի քանի րոպե հատկացնել այն լավ ու բարի բաների մասին խորհելուն, որոնք պատահել են քեզ հետ օրվա ընթացքում կամ որոնք կան քո կյանքում։ Դրանք տեսնելն այնքան էլ դժվար չէ, եթե ուղղակի փնտրելով մտածես դրանց շուրջ։ Ոչ թե կենտրոնացիր այն ամենի վրա, ինչ չունես, այլ այն ամենի, որ Աստված պարգևել է քեզ։ Եվս մեկ խորհուրդ՝ ժամանակ անցկացրու ուրախ և դրական հավատք ունեցող մարդկանց հետ։ Որքան էլ բարդ ու դժվարին իրավիճակով անցնելիս լինես, քեզ տխուր ու ցավակցական դեմքով նայող մարդկանցից հեռու մնա։ Իրական ընկերները քո կյանքը կլցնեն լույսով և ուրախությամբ։ Նրանց հումորն ու Աստծու խոստումների վրա հիմնված դրական ակնկալիքները վարակիչ են։ Գուցե անմիջապես չստացվի իմ խորհուրդները կիրառել քո կյանքում, քանի որ անցնում ես ցավի ու դժվարությունների ծանր իրավիճակի միջով, որը գողացել է քո ծիծաղը և սթրես է բերել քո կյանք։ Սակայն այդ ամենի մեջ գոնե հրաժարվի՛ր քո դժվարությունների միջով մենակ անցնելու մտքից։ Տեր Աստծուց օգնություն խնդրի՛ր, աղոթի՛ր և կանգնի՛ր Աստծու խոստումների հաղթանակների դրական ճանապարհի վրա, որպեսզի Տեր Աստծու ուրախությունն առատությամբ լցվի քո սրտի մեջ։ Աստված ուզում է և կարող է քո սիրտը կրկին լցնել Իր անպատմելի ուրախությամբ և ցնծությամբ։ Տեր Հիսուսն Իր առաքելությունն այս երկրի վրա նկարագրելիս հետևյալ հատվածն ընթերցեց Աստվածաշնչից. Նա ասաց, որ եկել է Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ սգի փոխարեն և գովաբանության պատմության հուսահատ հոգու փոխարեն։ Եսայիայի մարգարեություն 61:3 Եվ վերջում ևս մեկ ճշմարտություն. եթե դու էլ ինձ նման Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտն ես, ապա Աստծու Խոսքն ասում է, որ մենք աշխարհի լույսն ենք (տե՛ս Մատթեոս 5:14)։ Իսկ գուցե այս մռայլ ու խավար աշխարհում հենց մեր ուրախության ցնծությունն ու լիաթոք ծիծաղն են, որ մեր մեջ վառում են և մարդկանց համար տեսանելի դարձնում այդ կենարար լույսը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։